Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Աբբաս առաջին Բագրատունուն։ Մեր հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնեվարիչ, պատմականությունների դոկտոր Արման Եղիազարյանը։ Բարի գալուս, պարոն Եղիազարյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Եղիազարյան, գուցե սխալվում, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ցավոք սրտի Աբբաս առաջինը մնացել է իր եղբոր Աշոտ Երկաթի այդ անվան կամրջակի, այո, ստվերում։ Մինչդեռ նա Աշոտ Երկաթի մահվանից հետո ստանձնելով հայոց գահը ոչ միայն շարունակեց իր եղբոր այդ մարտական հաղթանակների արդյունքները, այլև երկիրը հայոց թագավորությունը էլ մեկ այլ ավելի բարձր հզորության հասցրեց։ Եվ այդ համապատկերում խնդրում եմ մեր հեռուստադիտողներին ներկայացրեք Աբբաս առաջի Բագրատունու քաղաքական դիմանկարը, որպես արքա, որպես ինչպես են ժամանակին ասում, շահանշահ հայոց եւ վրաց, այսինքն թագավոր հայոց եւ վրաց Աբբաս առաջինի կերպարը։ Դուք ճիշտ եք, Աբբաս առաջինը կարծես թե մնացել է Աշոտ Երկաթի ստվերում եւ ինչի միայն Աշոտ Երկաթի նաեւ իր որդու Աշոտ 3-րդ ողորմածի ստվերում։ Մենք գիտենք Աշոտ Երկաթ, փառահեղ արքա, գիտենք Աշոտ ողորմած եւ դարձյալ փառահեղ արքա, բայց Աբբասի մասին կարծես ոչինչ չգիտենք։ Գուցե գեղարվեստական երկեր չեն դրա մասին գրվել։ Այստեղ տեսեք, խնդիրն է, որ աղբյուրներում էլ առանձնապես շատ բան չկա իր մասին, եւ մենք փորձ ենք կատարում տարբեր տեղերից այսպես քաղվածաբար հայտնաբերվող տեղեկությունները Աբբասի մասին հայկական եւ արաբական աղբյուրներից, մեկտեղ էլ այնտեղ կա նաեւ բյուզանդական աղբյուրներից հայտնի տեղեկություն Աբբասի մասին եւ ստանալ ընդհանուր պատկեր եւ վերջո ինչ ստացավ նա եւ իրենից հետո ինչ փոխանցվեց Աշոտ ողորմածին, դա էլ հուշում է, որ գործ ունենք իրականում ցավոք սրտի չճանաչված, բայց մեծ արքայի հետ։ Այստեղ պետք է հատուկ նշեմ, որ Աբբասը պատկանում է հայոց այն արքաների թվին, որոնք իրենց երիտասարդ հասակում եղել են որոշ չափով անխոհեմ, եւ այդ անխոհեմությունը պատմիչների մոտ առաջացրել է այն տեսակետը, որ սրանք համակրելի եւ այսպես լավ թագավորներ չեն եղել եւ պատմությունը նրանց հանդեպ, պատմական աղբյուրները նրանց հանդեպ սկսել են լռել, նրանց մասին պարզապես չեն գրել։ Հիմա Աբբասը պետք է բացառենք սուբյեկտիվության գործոնը նույն պատմիչների պարագայում։ Այստեղ տեսեք, Աբբասի կենսագրության մեջ կա մի շատ վատ պահ, դա 919 թվին է վերաբերում, երբ որ նա մահափորձ կատարեց Աշոտ Երկաթի դեմ։ Աշոտ Երկաթը մինչ այդ Աբբասին կարգել էր գահաժառանգ, որովհետև ինքը դեռ ամուսնացած չէր եւ պատերազմների մեջ լինելով կասկածելի էր կհասցնի ամուսնանալ եւ ժառանգ ունենալ, բայց հետո երբ որ ամուսնացավ, անմիջապես Աբբասի մահափորձը տեղի ունեցավ, Աբբասը մահափորձ կազմակերպեց նրա դեմ եւ պատճառը ամենայն հավանականությամբ նա էր, որ Աբբասը վախեցել էր, որ ամուսնանալուց հետո նա տղա կունենա եւ դրանից հետո Աբբասի գահաժառանգման իրավունքը կվտանգվի։ Աշոտ Երկաթը նրան հալածեց Հայաստանից եւ դրանից հետո Աբբասի մասին միայն մեկ տեղեկություն ունենք, որը վերաբերում է 922 թվականին, երբ որ Աշոտը պատերազմում էր Վիրքում, Աբբասը վրացիների հետ միացած պայքարում էր Աշոտ Երկաթի դեմ։ Դրանից հետո պատմությունը Աբբասի մասին լռում է մինչև 929 թվականը, երբ որ Աշոտ Երկաթը հանկարծամահ եղավ, ամենայն հավանականությամբ հասուն, բայց ոչ ծեր տարիքում, մոտ 50 տարեկան պետք է լիներ այդ պահին, անժառանգ եւ Հայաստան պետք է գար Աբբաս Բագրատունին։ Աբբաս Բագրատունին Աշոտ Երկաթի դե յուրե կամ իրավական ժառանգորդը չէր։ Քանի որ Հայաստանում Աշոտ Երկաթը ճանաչված էր Հայաստանում եւ Վիրքում որպես հայոց եւ վրաց շահանշահ, այսինքն բոլոր տեղական թագավորները եւ իշխանները ենթարկվում էին Աշոտ Երկաթին։ Բայց Աբբասը դա չստացավ այդ տիտղոսը, այդ տիտղոսը պատկանում էր Աշոտ Երկաթից հետո վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունուն։ Հայոց եւ վրաց շահանշահի տիտղոսը Գագիկ Արծրունու ձեռքին է, այդպես նա հիշված է արաբական եւ հայկական աղբյուրներում։ Իսկ Աբբասը տեղական մի թագավոր է, որ Այրարատի միայն մի հատվածի վրա է իշխում, Այրարատի մյուս հատվածում իշխում է երկրորդ Բագրատունի թագավորը Աշոտ Բռնավոր Շապուհյանը, կա ուրեմն Գագիկ Արծրունի գերագահը եւ Աբբասը մի փոքրիկ թագավոր է։ Հիմա սկսելով այսպեսի այսինքն Աբբասի արչեւ վեր էր հառնել դժվարություններով գրեթե անլուծելի թվացող խնդիրներ, որոնք նա պետք է հաղթարեր։ Հայաստանում նա չէ թե առաջին, նույնիսկ երկրորդ թագավորը չէր։
իր հզորությամբ եւ տիրապետությամբ, նա այդ բանում երրորդն էր եւ Սակայն պարտավոր էր դառնալ առաջինը։ Պարտավոր էր դառնալ առաջինը եւ Հայության շահերն էին Եվ սա ստիպում է համեմատել եվրոպական այն տիրակալների հետ, ովքեր կարողացան իրենց երկրում հանդես գալով ֆեոդալական մասնատվածության դարաշրջանում, ինչպես օրինակ Լյուդովիկոս 11-րդը Ֆրանսիայում, կարողացան միավորել երկիրը, դառնալ գերագահ, երկիրը դարձնել կենտրոնազիկ միապետություն եւ հասնել հզորության գագաթնակետին։ Աբաս Բագրատունու անցած ճանապարհը այդ ուղղությամբ ուղղակի իմաստալից էր եւ փառահեղ եւ պատմության ուսումնասիրությունը նրա դարաշրջանի թույլ է տալիս ասել, որ այս թագավորի մասին պատմական աղբյուրների եւ մեր ուսումնասիրողների լրությունը եղել է ոչ ճիշտ, եղել է սխալ, նրան պետք էր ուսումնասիրել, նրա գործունեությունը պետք էր ճանաչել, հասկանալու համար, թե ինչքան կարելի է խելամիտ լինել հայտնվելով չափազանց դժվարին իրավիճակում։ Այսինքն նոր ուսումնասիրությունների այդ նոր սկզբն աղբյուրների լույսի ներքո արդեն ավելի քան 1000 տարվա հեռավորությունից Աբբաս առաջինը նա կերպարը վեր է առնում որպես պետության տերության խոշորագույն տիրակալներից մեկի պատկերը որպես այդպիսի պատկեր, ինչի համար, որովհետև տեսեք, եթե փորձենք մեր պատմության մեջ գտնել թագավոր, որը սկսել է գրեթե 0-ից, բայց հասել է ամենաբարձր աշճանի եւ իր սերունդներին փոխանցել է հզորության գագաթնակետին գտնվող պետություն, ապա այդպիսի թագավորների թիվը մեր պատմության մեջ առանձնապես մեծ չի, 4, 5, 6 ամենաշատը։ Այս Բագրատունյաց թագավորության շրջանում այդպիսի թագավոր ունենք երկուսը։ Աշոտ առաջինն է եւ Աբասը։ Ըստ որում չափազանց իրար նման անձնավորություններ, չափազանց խելամիտ, ինչպես ասում են սատանայից 7 օր առաջ ծնված, շրջահայաց, հեռատես, դիվանագետ, հեռատես եւ միտված բացառապես մի բանի Հայաստանի միավորման եւ հզորության։ Այսպիսի մարդկանցով մեր պատմությունը հարուստ չէ։ Իսկ հանուն Հայաստանի հզորությանը յուրաքանչյուր քայլ, որը արդարացված է։ Իհարկե, միանշանակ արդարացված է։ Պարոն Եղիազարյան, մինչև հաջորդ հարցին անցնելը, այս տիտղոսը շահանշահ հայոց եւ վրաց, այսինքն թագավոր հայոց եւ վրաց, այսինքն վրաց իշխանները կամ վրաց տիրակալները նույնպես թե Աբասին եւ թե ձեր հիշատակած մյուս թագավորներին, հայկական թագավորներին ճանաչում են նաեւ իրենց երկրի կամ իրենց գլխին թագավոր, ինչպես հասկանալ այս տիտղոս կոչումը։ Տիտղոսի ծագումը բարձրաբանելու համար պետք է հետ գնանք հասնենք 9-րդ դարի սկիզբը, Բագրատունու դարաշրջանը։ Արաբները ձևավորել են մի վարչական միավոր, որի անունն է Արմենիա կամ Հայաստան։ Դրա մեջ է մտնում Հայաստանի մեծ մասը եւ ամբողջ Անդրկովկասը։ Այսինքն Վրաստանն էլ էր այդ Արմենիայի մեջ մտնում։ Վրաստան աղվանք եւ հարավային Դաղստանը, մի ժամանակ նաեւ Աբխազիան։ Այս տարածքները կոչվում էին Արմենիա։ Վրաստանը երկրորդ Արմենիան էր, աղվանքը առաջին Արմենիան, իսկ Հայաստանը բաժանված էր երկու մասի, երրորդ եւ չորրորդ Արմենիաների։ Այստեղ գոյություն ունեին իշխաններ հայոց, վրաց եւ աղվանից։ Մի պահից սկսած հայոց իշխանը դարձավ գերագահ։ Դա պետք է լինի 930-ական թվականների սկիզբը, երբ որ Բագրատ Բագրատունին մասնակցելով արաբների հեռավոր արշավանքին դեպի Անկարա, այսօրվա Անկարա քաղաքի մոտակայքը վերադարձավ հսկայական գերիներով եւ արաբները ի հատուցում են այդ մեծ օգնության նրան տվեցին իշխանած իշխան Տիտղոսը։ Իշխանած իշխանը բացվում է որպես իշխանած իշխան Արմենիայի կամ իշխանած իշխան հայոց վրաց եւ վրացիների վրա իշխանած իշխան։ Այո, իրենց վրա։ Այդ Տիտղոսը իր մի պատմական հիմքով գնում է միջև Թեոդորոս Ռշտունու ժամանակները, նա էլ էր իշխան հայոց վրաց եւ աղվանից։ Իսկ վրացիները, պարոն Եղիազարյան, վրացները, վրաց պատմիչներ կամ պատմաբանները այս ժամանակի հեռավորությունից ընդունում են, որ հայ իշխանները կամ հայ թագավորները եղել են ոչ միայն այդ տասնամյակների կամ հարյուրամյակների ընթացքում ոչ միայն բուն Հայաստանի թագավոր, այլև նաև գոնե իրավաբանորեն նաև համարվել են նաև Վրաստանի թագավոր։ Տեսեք, վրացիների Տիտղոսի գոյությունը հայտնի էր։ Վրաց պատմաբանները, եթե նայում ենք նրանց հետազոտություններ եւ նաև աղբյուրները իդեպ վրացական, այս Տիտղոսը հատկապես շատ հիշատակված չէ։ Եթե կուզեք, հիշատակված է միայն Սմբատ առաջինի տիեզերական Տիտղոսը։ Այդ տեզերակալ Տիտղոսի մասին հետագայում եթե հաղորդում ձեռնարկեք Սմբատ առաջինի մասով կասեմ, դա ինչ բան էր այդ տեզերակալ Տիտղոսը, բայց դա էլ հիշում են, քանի որ Սմբատի գերակայությունը այդտեղ ուղղակի նկարագրվում է, աբխազական 906 թվականի արշավանքի մասն է խոսքը, եւ վրացիները պատմեն, ասում որ Սմբատ տեզերակալը բարկացավ, հարձակվեց եւ այլն, բայց չեն բացում այդ Տիտղոսի բովանդակությունը։ Դա այնպես չէ, որ միայն մեր հայրենակիցն է, Աշոտը, Բագրատը կամ Սմբատը, Աբասը դա նաև արաբների կողմից է այդ
Վրացիները գիտեն այդ տիտղոսի մասին, բայց աշխատում են այդ մասին չհիշել։ Ինչպես ասում են, ընդունված չէ իմանալ այդ մասին։ Ձեռնտու չէ։ Ձեռնտու չէ իմանալ, բայց այդ տիտղոսի բովանդակությունը այն էր, որ այն մարդը, ով կրում էր այդ տիտղոսը, համարում էր գերակա Հայաստանում, Վիրքում եւ Աղվանքում։ Միայն մի անձ կա, Գագիկ Արծունի, որ այդ տիտղոսը կրել է, բայց գործնականում վասպուրականից դուրս իշխանություն չի ունեցել։ Դա այդ իրողությունը կապված է այն բանի հետ, երբ որ Աշոտ Երկաթը սկսեց Հայաստանը ազատագրել, նրա շահնշահ հայոց վրաց եւ աղվանից տիտղոսը արաբները վերցեցին, Յուսուֆը վերցեց, տվեց Գագիկին, որովհետեւ Գագիկին հակադրի Աշոտ Երկաթին։ Աշոտ Երկաթի մայից հետո Գագիկը շարունակում է այդ տիտղոսը կրել, բայց ի տարբերություն Աշոտ Երկաթի վասպուրականից դուրս իշխանություն չունի։ Շատ բարի։ Պարոն Եղազյան, տերություն այդ եզրույթը օգտագործեցիք, Աբասը որ վերստեղծեց կամ վերականգնեց հայոց տերությունը, Հայաստանի միավորում կատարեց վարչականորեն, քաղաքականապես, այդ տերության սահմանները ներկայացրեք, խնդրում եմ, ինչ հողեր էին մտնում։ Փաստորեն հետաքրքիր բան ասացիք, որ ժամանակին հայոց զորքը արշավեց եւ մեծ գերիներով վերադարձավ ներկայիս այդ Անկարա քաղաք, այսինքն Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք։ Նույն այդ Բագրատունիներով։ Այն ժամանակ անկյուրա էր կոչվում։ Այսպես խնդիրը հետեւյալն է։ Մենք հիմա մյուս ընդունված չէ երևույթը վերաբերվում է միջնադարյան Հայաստանի, հատկապես Բագրատունյաց թագավորության գործնական կարգավիճակին։ Աշխարհի որ ծայլում էլ այդ կարգավիճակի պետություն, եթե գոյություն ունեցել է, պատմագիտության մեջ որպես կանոն կոչվում են կամ կայսրություն կամ տերություն։ Ինչի որովհետև նա բացի իր բուն ազգային պետությունից իր մեջ ընդգրկում էր նաև մի քանի այլ ժողովուրդների հայրենիքներ։ Մենք կարծես թե ամաչում ենք հայերով, անվանենք կայսրություն, Բագրատունյաց կամ տերություն։ Երկրամասեր եւ իշխանություններ իր մեջ ընդգրկում էր։ Բագրատունյաց թագավորությունը միջև Գագիկ առաջինի գաղակալության շրջան, այսինքն իր գոյության 100-ամյա ընթացքում բարի բուն իմաստով տարածաշրջանային տերություն է եղել, իր մեջ ընդգրկելով Հայաստանից բացի Վիրքն ու Աղվանքը։ Եվ դա տիտղոսում էլ, ինչպես ասացի, երևացել է։ Բայց քանի որ սովետական միության ժամանակ, երբ որ հիմնականում ուսումնասիրվում էր այդ դարաշրջանը եւ նաեւ դրա պատճառով այսօր ուսումնասիրությունները տարվել են ուղղությամբ, որ գոյություն է ունեցել պարզապես Բագրատունյաց թագավորություն, նրանքից գոյություն է ունեցել վրացական թագավորություն։ Բայց որևէ դեպքում չեն ասել, որ այդ վրացական թագավորություն կոչվածը, որը նույնանում է կղարշ կավառում ստեղծված թագավորության հետ, որի իշխանին կամ թագավորին սմբատը տվել էր վրաց թագավոր տիտղոսը, այս ամենը հաշվի առնելով պետք է ասենք, որ փաստացի դատելով բոլոր տեսակի այսօրվա քաղաքագիտական կամ պատմական կամ տարաբնույթ ուրեմն գիտակարգերի ուսումնասիրության մեթոդաբանությունից եւ սկզբունքներից մենք գործ ունենք տարածաշրջանային տերության հետ, որը բավական ընդարձակ տարածքներ էր իր մեջ ներառում, մեծ հայքից կրկնակի մեծ 6-700,000 քառակուսի կիլոմետր տարածք, հետ հսկայական տարածքի վրա գործում էր հայոց թագավորության վարչական ուրեմն ապարատը, գլխին կանգնած էր հայոց թագավորը, որը կրում էր թագավոր հայոց վրաց եւ աղվանից տիտղոսը, եւ այդ տերության գահակալ հայոց թագավորը փաստորեն տնօրինում էր հայ ժողովրդի ճակատագրից բացի նաև այլ ժողովուրդների, այդ թվում նաև վրացիների քաղաքական եւ նաև ինչի՞ չէ մշակութային ճակատագիրը։ Դա այդպես է եղել եւ այդ մասին ասում են բոլոր տեսակի սկզբնաղբյուրները։ Հիմա եթե փորձենք Աբասի արած այս տեսակետից խոսել, ապա վերադառնանք այն ժամանակ, երբ որ Աբասը փաստացի Հայաստանում միայն երրորդ հայոց թագավորն էր եւ նոր էր միայն լծվել ուրեմն Հայաստանը միավորելու գործին։ 934 թվականին առանց ժառանգ ունենալու մահացավ Աշոտ Շապուհյան բռնավորը, որը Այրարատի մյուս հատվածին էր տիրում եւ Աբաս արագորեն նրա տիրույթները կցեց իր տիրույթներին եւ արդեն 934 թվականի դրությամբ Հայաստանի վերամիավորման գործընթաց 934 թվականի դրությամբ իրեն ենթարկելով ողջ Այրարատը Աբասը ռեսուրսով մարդկային եւ նյութական, եթե չասենք անցավ, ապա առնվազն հավասարվեց Գագիկ առաջինին, որն էլ իդեպ, որի Գագիկ Արծունուն, որի դարաշրջանը իդեպ սկսել էր իջնել դեպի Մայրամուտ։ Նրա ժամանակը սկսել էր անցնել, ծերացել էր, հարավում հայտնվել էին թշնամիներ եւ Գագիկը նրանց դեմ պայքարելով իր ամբողջ այսպես որը բարեբախտություն էր նաեւ միասնական Հայաստանի ստեղծման ճանապարհին։ Այո, այստեղ պետք է մի բան էլ հիշել մեր պատմության մեջ չուսումնասիրված կամ չասված մի բան, երբ որ
ասենք Սմբատ առաջիններ կամ Աշոտ երկաթներ կամ հետագայում ասենք Աշոտ ողորմածը Հայաստանից սպառնացող բոլոր մարտահրավերների պատասխանը իրենք էին տալիս։ Այն պահից սկսած, երբ որ Գագիկ Արծունին իր ձեռքը վերցրեց Հայաստանի քաղաքական ճակատագրի տնօրինումը, այդ մարտահրավերների պատասխանը պետք է ինքը տար։ Եվ դա Աբասին ժամանակ տվեց այնտեղ ուժերը ժողովելու եւ ուժեղանալու։ Փաստորեն այդ հարավային Հայաստանի հարավային գիշատիչ ամիրայությունների դեմ պայքարելով Գագիկը ժամանակ տվեց, որ Աբասը վերևում հյուսիսում իր ուժերը միավորի եւ երբ որ Գագիկը արդեն բավական թուլացավ եւ հայացքը ուղղեց դեպի հյուսիս, այնտեղ կանգնած էր ամուր ոտքերի վրա հայոց թագավոր Աբասը եւ ժամանակակից կաթողիկոս Անանիա Մոկացին արդեն նրան կոչում է թագավոր հայոց մեծած, իսկ մեծ հայքի թագավոր։ Իսկ ուրեմն Գագիկը արդեն պարզապես հայոց թագավոր է։ Այն 13 թվականի տիտղոսն է 913-ի իներցիայի ուժով, որը կարելի է բացել որպես վասպուրականի հայոց թագավոր եւ ոչ թե ընդհանուր հայոց թագավոր։ Հիմա Գագիկն էլ կմահանա 943 թվականին, կսկսի Աբասի գահակալության 3-րդ շրջանը։ Մենք փաստացի ուղիղ տեղեկություն չունենք այն մասին, որ Աբասը վերականգնել է իրեն է վերադարձել շահնշահ հայոց եւ վրաց տիտղոսը, բայց մի բան հայտնի է, որ իր մահից անմիջապես հետո հենց հաջորդ օրը իր որդի Աշոտ ողորմածը այդ տիտղոսը կրում էր։ Հիմա հարց։ Դա նշանակում է, որ նրա հայրն է այդ տիտղոսը կրել։ Երկրորդը, ասում են նրան ենթարկվում էին վիրքը Աշոտ ողորմածին եւ լեզգիները։ Այսինքն կնշանակի, որ լեզգիներին եւ վիրքին տիրելը դա հենց այնպես երկնքից չէր ընկել նրա գլխին։ Իհարկե մեկ օրում լեզգիներին այդ ժառանգել էր հորից։ Աբասը մահացել է հաջորդ օրը նա ունի այդ ամեն ինչ, նշանակում է Աբասից է ժառանգել։ Ցավոք սրտի Աբասի մասին տեղեկությունները շատ չեն, այդ մասին չգիտեինք, բայց քանի որ տղան դա ժառանգել է, կնշանակի Աբասը դա արել էր։ Եվ Անանիա Մոկացու մյուս տեղեկությունը Գագիկ առաջինի մահից հետո նրա տղա Գրիգոր Դերենիկը ունի հայոց թագավոր տիտղոս եւ հիշատակում է բարձրապես միայն վասպուրականի թագավոր տիտղոսով։ 943 թվականից սկսած, փաստորեն 14-ամյա պայքարից հետո Աբասը հասավ նրան, որ ինքը մնաց որպես միակ մեծ հայքը միավորեց, որպես միակ հայոց թագավորը եւ սկսեց կրել շահնշահ հայոց վրաց եւ Կարսը հայտ եկավ որպես հայոց աշխարհի կենտրոն, չէ՞։ Հիմա Կարսը միշտ եղել էր սպարապետանիստ։ Այն որ ասում են Աբասը եղել է սպարապետ, դա հակասում է պատմական փաստերին։ Աբասը երբևիցե հայոց սպարապետ չի եղել։ Գոնե այդպիսի տեղեկություն որևէ տեղ պահպանված չի, նա եղել է իշխանած իշխան հայոց, որը նույնանում է Թագաժառանգի ինստիտուտին։ Իսկեն Թագաժառանգ է եղել։ Կարսը ինքը դառնալով թագավոր, Կարսը դարձել էր իր նստոցը եւ այնտեղ էլ կառուցել էր միջև այսօր գոյություն ունեցող հռչակավոր առաքելոց եկեղեցի։ Եվ դարձել էր իր թագավորանիստը։ Իդեպ այս դրամաբանության մեջ Աբասի արածը բավական հասկանալի է, որտեղ իր նախորդի երազգավոր գյուղաքաղաքը փոքրիկ մի բնակավայր էր։ Այն ժամանակ որ ասում ենք մայրաքաղաք, դա իրականում այսօրվա տրամաբանությամբ կամ անի մակարդակով մայրաքաղաքներ չէին, դրանք բարձ նստոցներ էին, իմ ֆեոդալական տիրույթներ, ես այդտեղ նստում եմ, դարձում եմ ինձ մայրաքաղաք։ Իսկ Աբասը այլ քայլ արեց։ Կարսի մասին Սմբատ առաջինի ժամանակներից գիտենք, որ արդեն քաղաք էր դարձել, ուներ արվարձաններ եւ այլն։ Դե բնական է, եթե այստեղ միավորել էր գյուղից մայրաքաղաքը տարավ համապատասխանաբար մեծ մայրաքաղաք էր։ Այո, մեծ մայրաքաղաք ստեղծեց եւ փաստացի Կարսը հանդես եկավ մայրաքաղաք։ Աբասը փաստորեն իր թագավորության 3-րդ շրջանում արդեն 43-ից սկսած հանդես է գալիս որպես խոշոր միապետ եւ ամենակարևորը 943 թվականին Քուր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում նա ջախջախեց Անդրկովկասում տիրապետության հաստատելու իր գլխավոր հակառակորդին Աբխազած թագավորին, ավելի շուտ Աբխազած թագավորի բանակին։ Այդ բերին, որ բերել է այստեղ եւ կուրացել, այդ բերը նրանց զորավարն էր, որը Քուր գետի այն ափին կանգնել էր եւ ասում էր հիմա գնալու եմ Կարսի առաքելոցը օծեմ քաղաքեդոնական ծեսով, ասում է երկու բանակներ իրար դիմաց կանգնած էին եւ այստեղ Աբահը ցույց տվեց, որ ինքը բացի խորագետ թագավորից նաեւ քաջ զորավար է։ Ասում է օրեր շարունակ Քուր գետը ոչ մեկը չէր կարող հաղթահարել մյուսի վրա հարձակվեր։ Վերջի ասում է գիշերով ուրեմն աբխազները անցան գետը եւ հարձակվեցին եւ հայոց զորքը խուճապի մատնվեց եւ ասում է այստեղ միակ ելքը էր որ Աբասը անձամբ մասնակցի կռվին եւ այո Աբասը իր վրա վերցեց այդ առաքելությունը եւ հայոց զորքը անձամբ գրոհի տարավ։ Ճակատամարտը ավարտվեց հայոց զորքի փառահեղ հաղթանակով, աբխազական բանակը ջախջախվեց եւ հայոց տիրապետությունը Անդրկովկասում դարձավ իրական եւ Աբասի օրոք արդեն վերջնական։ Այսինքն 1000 տարի առաջ են ինչպես այժմ եղել օտար տիրակալներ, ովքեր ուզեցել են մեր հայկական մայրաքաղաքը գալ գրավել իբր իրենցն է եւ
արժանացել են համապատասխան պատժի։ Հայկական մայրաքաղաքի գրավման բանը այսպես միջադեպային է, իսկ եթե խոսենք ընդհանուր տրամաբանությամբ, սկսած Աշոտ առաջինից եւ մինչեւ ուրեմն 10-րդ դարի ավարտը, Անդրկովկասում տիրապետության առումով հայոց թագավորության հիմնական հակառակորդը Աբխազիա թագավորությունն էր, որը գտնում էր հզորության գագաթնակետին, իսկ Աբասի օրոք այնտեղ իշխում էր Գյորգին, որը ամենահզոր Աբխազիա թագավորն էր։ Եվ փաստորեն Աբասը ջախջախեց Գյորգիին։ Պարոն Եղիազարյան, եւ հաղորդման ավարտին խնդրում եմ ներկայացրեք այն հոգեվոր հիմնախնդիրները, որոնք Աբաս առաջինը կարողացավ նույն հաջողությամբ նաև կարգավորել եւ լուծել եւ իհարկե ծառայեցնել այդ միասնական Միացյալ Հայաստանի ներուժի ամրապնդմանը։ Աբասի համար մեծ բարեբախտություն էր այն, որ նրա օրոք գործում էր մեր պատմության ամենագործունյա եւ իմաստուն կաթողիկոսներից մեկը Անանիա Մոկացին։ Անանիա Մոկացին տեսել էր հայոց եկեղեցու թուլացումը, Աշոտ Երկաթի օրոք հայոց կենտրոնից հեռանալը վասպուրականում հաստատվել է եւ ինքը որոշել էր հաստատապես, որ Հայաստանում պետք է լուծվեն նաեւ բոլոր հոգեվոր խնդիրները եւ այդ հարցում դիմել էր Աբասի օգնության։ Իսկ Հայաստանում հոգեվոր խնդիրները առնչվում են երկու ուրեմն երևույթի, դրանցից մեկը քաղկեդոնական կամ երկաբնակ ուրեմն դավանանքներ, որը ըստ Մոկացու ասում է քաղցկեղի պես մեր երկիրը լափում էր։ Իսկ երկրորդը ուրեմն ներքին պառակտումներ, երբ որ Աղվանից եկեղեցին եւ Սյունյացի եպիսկոպոսությունը Մերոն օրհներքի եւ այլ հարցերով այլևս հայոց թագավորության, այսինքն այսպես հայոց հայրապետին չէին դիմում եւ գերադասում էին անկախ իրենց խնդիրները լուծել։ Դե դա իհարկե նաեւ քաղաքական տեսանկյունից այդ մարզերը ընդհանուր կենտրոնական Հայաստանից էր պատրվակ էր։ Մերոն օրհներքը զուրկ պատրվակ է։ Այստեղ կար նաեւ հոգեվոր քաղաքականը, հա, զատվելը։ Եվ հիմա գալիս է Մոկացին Աբասի մոտ եւ պահանջում է, հենց այդպես պատմիչն ասում է, տալ արքայասաս թրաման, որ խնդիրը կարգավորվի։ Թագավորի արքայասաս թրամանը ձեռքին Մոկացին գնում է Տաթևի եպիսկոպոսանիստը քանդում է, որովհետեւ այնտեղ եպիսկոպոսը փորձում էր չենթարկվել, այնտեղից գնում է ուրեմն Արցախ, Արդախ հավանում գումարում է մեծ եկեղեցական ժողով, կարգալույծ է անում անորեն ուրեմն ձեռնադրված կաթողիկոսներին, ինքն է որոշում ով պետք է այնտեղ դառնա կաթողիկոս, խնդիրները կարգավորում է, քաղաքեդոնականներին պատժում եւ վերադառնում։ Որովհետեւ հասկանաք, այս երևույթի ինչքան մեծ է եղել դրա բանը, պետք է ասենք, որ պատմիչն ասում է մոտ 7 տասնամյակ սկսած Աշոտ առաջինի ժամանակներից այդ խնդիրներին ոչ մեկ ուշադրություն չէր դարձել եւ խորանալով 7 տասնամյակ հետո Աբասի օրոք դրանք հասել էին այնպիսի ծայրահեղ մակարդակի, որ հոգեվոր խնդիրները բերել էին այն իրողությանը, որ Հայաստանի մարմնից փոխվելու էին երկրամասեր հոգեվոր ուրեմն պառակտումից ելնելով։ Այսինքն հոգեվոր պառակտված երկրամասերը Հայաստանից փոխվելու էին նաեւ քաղաքականապես։ Դուք ճիշտ նշեցիք, այդ հոգեվոր խնդիրները կամ հիմնախնդիրները որ կան, դրանք արտակնապես են հոգեվոր բնույթի դրանք աշխատողանելը վնասում է ընդհանուր պետականության այն ժամանակ հայոց տերության միասնականությանը եւ հակառակը այդ խնդիրները լուծելու պարագայում արդեն ամրակուր մեկ միասնական պետականություն։ Եվ եկեղեցին ամրապնդելու երկրորդ քայլը ուրեմն ուժային լուծումից հետո, երբ որ ստիպեց կաթողիկոսին օգնեց եւ ստիպեց, որպեսզի քաղաքեդոնականները հեռանան, իսկ ուրեմն տարանջատված պառակտյալները միանան հայոց եկեղեցուն, երկրորդ քայլը նա էր, որ հրամայեց, որ ամբողջ երկրով նոր հայկական եկեղեցիներ կառուցվեն։ Եվ Աբասի օրոք եկեղեցաշինական միստիկական ուրեմն վերել սկսեց, դրան նպաստեց նաև այն, որ այդ աբխազների հետ պատերազմի ընթացքում նաև հյուսիսից եկան միաբնակ հայ եկեղեցականներ եւ նպաստեցին տեղագրում եկեղեցիների կառուցմանը։ Հայոց եկեղեցիներ էին կառուցում երկրի բոլոր 4 կողմերում եւ դա բերում էր նա, որ հայկական մեր առաքելական դավանանքը ավելի ամրապնդվում էր եւ երկիրը հոգեվոր առումով լիակատար միավորվեց։ Շնորհակալություն պարոն Եղիազարյան, հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի բարեկամներ, Հայրենիքների հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Աբաս առաջի Բագրատունի հայոց եւ վրաց թագավորին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիքներին։